Ուրախ եմ ողջունել ձեզ այս ճանաչված հարթակում, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես հայեցակարգային քննարկումների, գաղափարների և նախաձեռնությունների փոխանակման կարևոր մեխանիզմ, միտված մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը։ Այսօրվա մեր քննարկման առանցքային թեման լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական ուղեգծին՝ կառուցելու խաղաղ, կայուն, անվտանգ և տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան, որտեղ բոլոր պետությունները առաջնորդվում են փոխադարձ հարգանքով և հավասարությամբ։ Տիկնայք և պարոնայք, մենք ապրում ենք բարդ և անհանգիստ աշխարհում, ժամանակակից մարտահրավերները, անվտանգային սպառնալիքները, տարածաշրջանային հակամարտությունները, կլիմայական փոփոխությունները, մատակարարման շղթաների խզումները և սննդային անվտանգության խնդիրները փոխում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության տրամաբանությունը։ Նման պայմաններում խաղաղության հաստատումը պետք է լինի բոլորիս գերական նպատակն ու պատասխանատվությունը։ Հենց այս տրամաբանությամբ է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է գալիս որպես խաղաղության և կառուցողական երկխոսության ջատագով հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ուժի կիրառման բացառման սկզբունքների վրա։ Մենք հավատում ենք, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու հանդիսանում է ոչ միայն նպատակ, այլև կայուն զարգացման նախապայման։ Առաջնորդվելով այս համոզմունքով, Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը շրջադարձային էր և կայուն խաղաղության և փոխվստահության նոր էջի բացման իրական հիմքեր է ստեղծել։ Այսօր կարող եմ ուրախությամբ փաստել, որ խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ։ Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքահասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսում է։ Հարգելի գործընկերներ, մեր նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ կշահեն բոլորը՝ Հայաստանը, Ադրբեջան, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և ամբողջ տարածաշրջանը։ Մենք ձգտում ենք, որպեսզի հաղորդակցության ուղիները դառնան ոչ թե մրցակցության, այլ համագործակցության տարածք։ Վստահ ենք, որ տարածաշրջանի ապաշրջափակումը, խաղաղության հաստատումը և կողմերի միջև առկա պատմական հնարավորության լիարժեք իրագործումը ոչ միայն կապահովում է տարածաշրջանային կայունություն և խաղաղություն, այլ նաև կխթանեն ժողովուրդների միջև կապը և իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսական աճի, երկրների ներդրումային միջավայրի վրա։ Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի, միավորելով շուկաները, մշակույթները և ժողովուրդները։ Շնորհակալություն ուշադրության համար։